Առավոտից չկա անդիմությունը, ուր եք ընդհանրապես եւ հիմա ուր եք դուք։ Այդ ձեր հարցերն եկեք Հայաստանի Հանրապետության վարչապետին տվեք, ցեղասպանության մասին եք խոսում, գյուղական ինչ-որ համայնքների մասին գալիս եք, ինչ-որ sense ելույթներ եք ունենում, իբր ահավոր մտահոգված եք գյուղական համայնքների կյանքով։ Եկեք այդ հարցերը վարչապետին տվեք, թե վախենում եք, որ վարչապետը ձեզ քաղաքական իմաստով կտա պատերին, ինչպես որ միշտ։ Դրա համար էլ չեք գալիս այստեղ, բայց ձեզ պատերին տալու բազմաթիվ առիթներ կան եւ բազմաթիվ նաեւ պոտենցիալ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորներ կան, հենց որ դուք դրանից չեք խուսափելու։ Այդ ձեր ստերի պատասխանները դուք պետքա ստանաք։ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները գալիս են ու հələ մի հատ էլ համարձակվում են այստեղ գալ խոսել եւ քաղաքացիական պայմանագիր, ուրեմն կուսակցության իշխանությանը կառավարող թիմին մեղադրել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի համար։ Հանրապետական կուսակցությունն իր իշխանության ողջ տարիներին բանակցել է Լեռնային Ղարաբաղը հանձնելու վերաբերյալ։ Այ կապիտուլյանտ Մամիջանյան եւ Աբրահամյան, որ գալիս տեղ խոսում եք։ Ձեր ղեկավարը Սերժը, որ հիմա իր վկան եք որպես տեղ հանդես գալիս, իր ողջ կառավարման ընթացքում ուզում էր հանձնել Լեռնային Ղարաբաղը։ Սրան վերաբերյալ չեք ուզում ինչ-որ մի բան ասեք։ Ձեր ղեկավարն այս ամբիոնի մոտից իր ամենավերջին ելույթում հայտարարել է, որ բանակցությունները մտել են փակուղի եւ ըստ էության գուժել է պատերազմի մասին։ Ու փախել է։ Այ պատերազմից փախած կապիտուլյանտներ, չեք ուզում սրա մասին խոսեք։ Խի եք Հայաստանի Հանրապետությունը բերել կանգնեցել պատերազմի առաջ ու փախել ստեղից։ Խի եք փախել պատերազմից։ Ես նոր եմ հասկանում, խի եք ասում, բան, մի խառնվեք Լեռնային Ղարաբաղի ներքին կյանքին, այնտեղ իշխանություններ կան, ազգային ժողով կա, նախագահ կա, մի խառնվեք մեզ, խի եք ասում։ Նոր եմ հասկանում, խի եք ասում, որ հանգիստ այնտեղ իշխանափոխություն անեք, հանձնեք Լեռնային Ղարաբաղը մեկ ստորագրությամբ, տանեք ինչ-որ մի տիկնիկի նշանակեք նախագահ, հանեք, հանձնեք Լեռնային Ղարաբաղը։ Սրա մասին չեք ուզում խոսակ, դուք սրա պատասխանը տալու եք։ Պատմական ընթացքը ձեզանից այս պատասխանները ստանալու է միանշանակ։ Այ կապիտուլյանտներ, որ գալիս այստեղ էլի ճոռո սուտ բաներ եք խոսում։ Ուլը մի հատ էլ էս ամեն ինչից հետո ինչ-որ մի հատ դաշնակ գալիս է, ուրեմն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների այդ վատ նկարներն է ցույց տալիս, մի կողմում էլ 1915 թվականի ցեղասպանության նկարներն է ցույց տալիս ու ինչ-որ համեմատականներ է փորձում անել։ Այ դաշնակ Հələ մի հատ դաշնակների մասնակցությունը պետք է հասկանալ պատմական այդ ժամանակաշրջանում ինչ ա եղել եւ ինչ դերակատարում են ունեցել առհասարակ 1910-ական թվականներին դաշնակցականները նոր հələ մի հատ եկեք ձեզ թույլ տվեք ստեղ նման հայտարարություններ անել։ Իսկ Լեռնային Ղարաբաղը էլի կրկնում եմ դուք եք լուծարել Դաշնակցությունը եւ հանրապետական կուսակցությունն են լուծարել Լեռնային Ղարաբաղը ու Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների նկարները որ բերում եք ստեղ ցույց եք տալիս որ ինչ-որ հուզմունքներ առաջացնեք կտանեք կդաջեք ձեր ճակատներին Ռոբերտ Քոչյանի ճակատին առաջինը կդաջեք որ հիշեք հենց հայլու մեջ նայեք հիշեք որ դուք եք Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդին տեղահանել Լեռնային Ղարաբաղից ու հանձնել եք Լեռնային Ղարաբաղը Սիրելի հայրենակիցներ, սա 1915 թվականին Արևմտյան Հայաստանում ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի զավակ կնոջ իր զավակով անապատում հայտնված կնոջ պատկերն է։ Սա արդեն 2023 թվականին Արցախում էթնիկ զտման հետևանքով գաղթի ճանապարհը բռնած հայ ժողովրդի զավակ հայ կնոջ պատկերը իր երեխան կրծքին։ Փաստորեն ցեղասպանությունից 100 տարի անց մենք կրկնեցինք ցեղասպանության պատկերները, այս անգամ ուղղակի դրանց գունավորներ ունեցանք։ Երկու հայկական պետությունների ունենալու պարագայում Ուսա տեղի ունեցավ նաև ու առաջին հերթին այն պատճառով, որովհետև թշնամին դարձավ կիրթ ու կառուցողական ու Հայաստանում վարվեց թշնամուց եկող սպառնալիքի նվազեցման քաղաքականությունը ու այդ ուղերձը հնվեց մեր հանրությանը։ Հիմա էլ այդ նույն քաղաքական ուժը, որը Ադրբեջանից եկող սպառնալիքն էր նախ մեղմացնում, նոր սպառնալիք է գտել մեր ժողովրդի համար։ Ու այդ սպառնալիքը ոչ ավել, ոչ պակաս Արարատ լեռն է։ Բարձում է, եթե մենք մի քիչ շատ խոսենք Արարատի մասին, մի քիչ շատ նայենք Արարատին, ընդհանրապես խոսենք ու մեզ իդենտիֆիկացնենք որպես ժողովուրդ, որի ինքնության հիմքն է Արարատը, Թուրքիան կջղայնանա ու կարող է նաև հարձակվել։ Ինչ են ուզում անել։ Ուզում են ջնջել անցյալը, որպիսի կառավարեն ապագան, որովհետև երբ ջնջում են հիշողությունը, ոճրագործը հաղթում է։ Իրականության մեջ
իշխող ուժի քաղաքականությունը ու նպատակները պարզ են։ Իհարկե, իրենք այս ամենը ուրացում չեն անվանում։ Իրենք ասում են մենք ընդհանրապես հարց ենք տալիս, մենք ընդհանրապես էլ ցեղասպանություն հաճախ չենք օգտագործում, այդ դեպքերին տարբեր անվանում ենք տալիս հայոց ցեղասպանությանը։ Երբ հարցում ես օրինակ 110-ամյակի տարելիցի կապակցությամբ ինչի բա պետական հանձնաժողով չկա, այդ հարցին պատասխան չկա, որովհետև ցեղասպանության ճանաչումը էլ իրանց արտաքին քաղաքական առաջնահերթությունը չի։ Ու այդտեղ հարց առաջանում, բա ո՞րն է արտաքին քաղաքական առաջնահերթությունը, Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջները բավարարելը։ Հիմա իշխող ուժի հետ ամեն ինչ պարզ է, ու այստեղ է որ գնդակը իրականում հանրության դաշտում է։ Առաջիկայում մենք չենք տեսնելու պետական միջոցառումներ հայոց ցեղասպանության 110-ամյա տարելիցին ընդառաջ։ Փոխարենը օրինակ 2025 թվականի ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակից 19-15-ին մեկնարկելու է ջահերով երթը, որը այս պայմաններում փաստորեն միակ համազգային միջոցառումն է, որը սգալուց բացի կոչ է անում պայքարել մեր իրավունքների մասին, իրավունքների համար։ Դրա համար այս կոնտեքստում է, որ ջահերով երթը դարձել է, մասնակցությունը ջահերով երթին դարձել է ավելի կարևոր երևի թե, քան երբևէ եղել է, որովհետև ցեղասպանությունը չկրկնելու մի հատ ճանապարհ կա, ու դա Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջները բավարարելը չի։ Դա մեր իրավունքների համար պայքարն է։ Դրա համար բոլոր նրանք, ովքեր դեմ են այս ուրացման քաղաքականությանը, մերժում են ուրացումը, հիշում են իրանց ինքնություն մասին, հիշում են իրանց անցյալը, որպեսզի չկրկնեն արդեն երրորդ ցեղասպանությունը, կոչ եմ անում մասնակցել ամենամյա ջահերով երթին։ Արագ արտասանելուց հետո ու անցնեմ արդեն բունյութին։ Սերժ Սարգսյանի թիմակիցները այստեղ այս ամբիոնից ըստ երևույթին խիստ զարմացած էին, որ հնարավոր է լինել երկրի վարչապետ եւ չօգտագործել օրինակ թմրանյութեր։ Ես վստահ եմ, որ Սերժ Սարգսյանի թիմակիցները շատ խիստ կզարմանան, եթե իմանան, որ հնարավոր է լինել երկրի ղեկավար ու ահռելի կարողություններ տանուլ չտալ տարատեսակ խաղատներում։ Վստահ եմ, շատ խիստ կզարմանան այդ ամեն ինչը իմանալով, բայց ամեն դեպքում բարի զարմանք եմ մաղթում նրանց։ Ինչևէ, բայց ես մի ուրիշ բանի եմ ուզում խոսամ, ուրիշ բանի մասին եմ ուզում խոսամ, մի յուրատեսակ լկտիության, որը վերջին շրջանում պարբերաբար դրսևորվում է ընդդիմադիր ֆեյքերի հիմնականում, բայց այսօր արդեն դրսևորվեց նաև ընդդիմադիր падգամավորների կողմից, ու այս լկտիությունը ներողություն եմ խնդրում, բայց ես անպատասխան թողնել չեմ պատրաստվում։ Ուրեմն մի օր Դալիճում հենց այստեղից ելույթ էի ունենում, Դալիճից Սեյրան Օհանյանի կառավարումն էի քննադատում պաշտպանության նախարարությունում։ Սեյրան Օհանյանը տեղից հետևյալն ասում է, կարող է մի հատ էլ ասես, որ բանակը քեզ ներքնաշոր չի տվել։ Ասում եմ, պարոն Օհանյան, այդ նորություն է, որ չի տվել, ոչ ինձ ա տվել, ոչ 100,000-ներին ա տվել մյուս Հայաստանի Հանրապետության բանակում ծառայած։ Հիմա ուրեմն այս լկտի սանձարձակների կուրատորները ինչ են արել։ Բռնել են, սա սարքել են սենց մի հատ քաղաքական խոսույթ, որով իրանց արևին թիրախավորում են ինձ։ Ասում են, այ դու բանակում չես ունեցել ներքնաշոր։ Հարգելի ընդդիմադիր գործընկերներ, ես բանակում ունեցել եմ ներքնաշոր։ Այ ուրիշ բան, որ դուք զինվորների ներքնաշորը տարել ու կերել եք։ Փոխաբերական իմաստով եք կերել, բայց դուք ներքնաշոր ուտողների իշխանություն եք եղել, որտեվ դուք զինվորներից գողացել եք ներքնաշորը։ Ինձնից չէ 100,000-ավոր զինվորներից Հայաստանի Հանրապետությունում չի եղել զինվոր, որը ծառայի ու բանակում իրան հասանելիք, օրինակ Ծելնյաշկան կամ մյուս ներքնաշորը իրան տրամադրեն։ Խիչ չի եղել, որովհետև դուք դա տարել ու կերել եք։ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին բանակում կերել են բանակից զինվորների ներքնաշորերը։ Հիմա եկել են իրանց լկտիությունը այն աստիճանի է, որ այդ ամեն ինչի միջով անցած զինվորներին ասեն կարասեց իրանք են էլի որպես մեղադրանք են օգտագործում։ Հա, նասկի են կերել, այո, գուլպայել են կերել, զինվորի գուլպայել են կերել, ամեն ինչ կերել են, ինչ տեսել են, կերել են այս մարդիկ ու իրանց թվում է, որ իրանք այն աստիճանի լկտիացել են, որ կարան դա օգտագործեն որպես թիրախավորում դիմացինի։ Բայց ասենք մյուս կողմից է զարմանալի չի, բա որ չուտեին, բա որ ներքնաշոր ու նասկի չուտեին զինվորի, այդ ոնց պտի այդ ասաբնյակները գցեին, այդ ոնց պտի գնային Բադեն-Բադեններում, կազինոներում կրվեին, այդ ոնց պտի ամեն անգամ իրանց կներեք 1000 ներողություն այս արտահայտության համար, իրանց քթի զապրավկի փողը ունենային, շնորհակալություն։